Բարև ձեզ, ես Սաթենիկ Մելքոնյանն եմ, Բեռլինի կիրառական համալսարանի հարկային իրավունքի ու հարկային վարչարության ամբիոնի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր և գերմանական լիցենզավորված հարկային խորհրդատու, ինչպես նաև լիցենզավորված մասնագիտացված խորհրդատու միջազգային հարկային իրավունքի գծով։ Ես աշխատել եմ մասնավոր սեկտորի հետ, այսինքն խորհրդատվություն եմ արել ֆիզանձանց, իրավաբանական անձանց համար, բայց ես նաև աշխատել եմ հանրային սեկտորի հետ, այսպես կոչված լոբիստական գործունեություն եմ ծավալել Գերմանիայի տնտեսության 30-ից 50 ամենախոշոր ներկայացուցիչների համար Բեռլինում, Բրյուսելում և Փարիզում տարբեր տեսակի միջազգային հարկային իրավունքին վերաբերող նախագծերի շրջանակներում։ Ես հիմա դասավանդում եմ կիրառական համալսարանում, Բեռլինի կիրառական համալսարանում, բայց շատ երկար տարիներ դասավանդել եմ տեսական համալսարանում, կուզեմ ընթացքում այդ տարբերության մասն էլ խոսենք, գիտարբուքա վերջապես, գիտության մասն էլ պիտի խոսենք, ինչու՞մ է տարբերությունը տեսության ու կիրառության, Հայաստանում նման անջատում, այս պահին, եթե ես տեղյակ եմ, ինչքանով որ up to date եմ, դեռ չկա, այդ իմաստով այսօր կփորձենք ավելի շատ կիրառական այնուամենայնիվ խոսել հարկերի մասին, ես իհարկե չեմ կարող խոսել հարկերի մասին այնպես, ինչպես խոսում եմ Գերմանիայում, որովհետև ես դասավանդում եմ մաքուր գերմանական հարկային իրավունք, նախ հայերեն չեմ կարողանա այդ մանրակրկտությամբ, երկրորդն էլ ձեզ հաստատ հետաքրքիր չէր լինի։ Այդ իմաստով ավելի կիրառական, ավելի պրակտիկ, ավելի հանրամատչելի խոսենք հարկերի, հարկային իրավունքի, հարկային վարչարության, հարկային մշակույթի և օրինապահ հարկատուի մասին։ Սկսենք երևի վերնագրից և առաջին մասում պատմական ակնարկ կատարենք։ Թեման այսօր կոչվում է ինչպես ձևավորել օրինապահ հարկատու, ու եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ միջոցառման ավարտին մենք ինչ-որ ֆորմուլա ենք ունենալու, բանաձև ենք ունենալու կամ գործողությունների պլան ենք ունենալու, որը իրագործելուց հետո մենք ունենալու ենք օրինապահ հարկատու, ցավոք պիտի հիասթափեցնեմ, նման բան չի լինելու, ինձնից նման բան ակնկալել պետք չի, ոչ թե որովհետև թեմային լավ չեմ տիրապետում, այլ որովհետև մենք գործ ունենք մարդու հետ, հարկատուն դա վերջին ինստանցիայում անձն է, ֆիզանձն է, իսկ մարդը շատ բարդ էակ է, մարդը մենք կարող ենք պարզ հարց ձևակերպել, ինչպես ստանալ օրինապահ հարկատու, բայց առնվազն հարկատուն այս նախադասության մեջ ինքը շատ բազմաշերտ, բարդ ու հակասություններով լի էակ է ու իր ուսումնասիրությունն էլ համապատասխանաբար շատ բարդ է ու հակասություններով լի։ Էնպես որ եթե գոնե վերջում գանք են եզրակացության, որ ամեն ինչ շատ բարդ է, արդեն իսկ շատ լավ կլինի, որովհետև դա այն առաջի կետն է, որից հետո մարդը սկսում է համակարգային լուծումներ փնտրել։ Ինչպես ձևավորել հարկային խորհրդատու նախադասության մեջ, առնվազն 4 տերմին կա, որոնց հետ մենք պիտի աշխատենք, օրինապահ հարկատու, ինչպես ձևավորել օրինապահ հարկատու, օրենք, պահել, հարկ և տալ բառերի հետ պիտի աշխատենք, այսինքն հարկ տվողի հետ, դա մարդն է իր տարբեր ինքնություններով, ներաշխարհով և արտաքին աշխարհի հետ հարաբերություններով, դա հարկն է, որպես երևույթ, օրենքը և ինչ-որ մի համակարգ, որը այս ամբողջը պահում է, օրինապահ հարկատու պիտի ստանանք։ Այս ամեն ինչը ուսումնասիրելու համար,
ոչ մի դիսցիպլինա մինչև վերջ չի պատասխանում հարցերին, այսինքն կլինի դա իրավագիտությունը, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, հումանիտար գիտությունները, քաղաքագիտությունը, բայց նաև անթրոպոլոգիան, օրինակ, կենսաբաններն են զբաղվում մարդու էությամբ, իրականում մեզ պետք է ինտերդիսցիպլինար աշխատել մարդու հետ, իհարկե նեղ մասնագիտացված մարդկանցով, բայց միասին։ Նույնիսկ արդեն այստեղ երևում է մարդու բնույթի բարդությունը, նեղ մասնագիտացված, բայց միասին առաջին հակասությունն է, որը ակնհայտ է, բայց մարդը այդպես է կառուցված, մենք անընդհատ գործ ենք ունենալու իրար հակադարձող պրոցեսների ու տերմինների հետ։ Երկրորդ մասը մեր վերնագրի կոչվում է Գերմանիայի օրինակով կամ օգտվելով Գերմանիայի օրինակից։ Այստեղ էլի ուզում եմ գիտության տեսանկյունից մի բան ասել, շատ կարևոր է, որ երբ որ մենք ինչ-որ փորձ ենք փոխառում այլ տեղից, այդ փորձը տեղայնացնենք։ Այս նախադասությունը ինձ թվում է բոլորիս էլ ծանոթ է, դեռ նորություն չեմ ասել, այսինքն հուսով եմ հետո էլ նորություն չեմ ասի, բայց ամեն դեպքում խոսանք սրա մասին։ Շատ կարևոր է, որ մենք փորձը փոխառելուց տեղայնացնենք, ինչա սա նշանակում։ Սա նշանակում է, որ մի կողմից մենք պիտի պատճառահետևանքային վերլուծության ենթարկենք այն փորձը, որը ուզում ենք բերել մեզ մոտ, այսինքն հասկանալ ինչ պատճառով, ինչ հետևանք են ստացել այդ մարդիկ, որովհետև եթե մենք զուտ օրենքներ օրինակ փոխառենք, ինչպես Հայաստանում երբեմն անում են, եվրոպական օրենքները տենց թարգմանում են, կարելի ասել գրեթե, մենք բաց կթողենք պատճառահետևանքայնությունը, ինչ էին ուզում մարդիկ ստանան ու ինչ են ստացել։ Ու հետո հարցը, թե ինչքանով մենք դա կարող ենք կիրառել մեզ մոտ, բայց այստեղ մի պահ կա, որ հաճախ բաց ենք թողում, պատճառահետևանքայնությունը ցավոք չի հերիքում գիտությանը, բայց նաև իրականությանը։ Տենց թյուր կարծիք կա, որ ամեն ինչ կարելի է բացատրել պատճառահետևանքայնությամբ։ Ես մտածում եմ բնական ճշգրիտ գիտություններում դա գոնե աշխատում է, բայց պարզվում է նույնիսկ քվանտային ֆիզիկան տենց խնդիր ունի, որ միշտ չի, որ պատճառահետևանքայնությունը աշխատում, այսինքն նույնիսկ բնական գիտությունում, երբ որ մենք ատոմիզացնում ենք, իջնում ենք փոքրի մակարդակ, որն է մարդը, մեր դեպքում, երբ որ մենք հումանիտար գիտություններով ենք զբաղվում, մենք տեսնում ենք, որ այդ կապը միշտ չի աշխատում։ Դրա համար այստեղ շատ զգույշ է պետք լինել, մարդու էությունն ու մոտիվացիան, ամբիցիաները միշտ չեն բացատրվում պատճառահետևանքայնությամբ։ Ուստի փորձը փոխառելիս մենք դրան միշտ պետքա գումարենք սենց մի հատ էլեմենտ, որը չի բացատրվում իրական, այսինքն համենայն դեպս քանակապես չի բացատրվում, ինքը շատ դժվար է գիտության համար այդ սև արկղը ուսումնասիրել, բայց հեշտ ճանապարհներ չեն լինում, հեշտ հարցեր, բարդ պատասխաններ, ավելի ճիշտ պատասխանների բացակայություն։ Օրինակ, հիմա քննարկվում է, գիտեմ Հայաստանում Էստոնիայի օրինակը շահութահարկի գծով, իրանք մի հատ տենց շատ հետաքրքիր մոդել ունեն, որը ամբողջ ԵՄ-ում առաջատար է կարելի ասել, վրացիներն էլ են ներդրել կարծեմ, արդեն այդ համակարգը ու առաջին հայացքից թվում է, թե մեզ համար էլ դա պիտի որ շատ լավ բան լինի։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ հարկը ներդնելու պատճառահետևանքայնությունը, թվում է, թե Հայաստանի համար դա շատ լավ բան է։ Կարող է եւ լավ բան է, բայց ես օրինակ համոզված եմ, համենայն դեպս իմ դիտարկումներից ելնելով, որ կան ռիսկեր, որոնք կապված են մեր ինչպես բիզնես մշակույթի հետ, այնպես էլ քաղաքականություն, բիզնես փոխկապակցվածության հետ, որոնք եթե մենք հաշվի չառնենք, ու սա օրենքի պատճառահետևանքայնության հետ կապ չունի, որը մենք փորձում ենք փոխառել, եթե մենք այդ հայկական առանձնահատկությունները հաշվի չառնենք, կարող է, ինչպես ասում են,
ունքս արկելու տեղն էլ աչք տանք հանենք, այդ իմաստով ես դեռ վերնագրի մասն եմ խոսում, շատ զգուշ է պետք լինել Գերմանիայի փորձից ելնելով կամ նման նախադասությունների հետ ընդհանրապես գիտության բնագավառում։ Բացի այդ, Գերմանիայի փորձից ելնելով նախադասությունը ենթադրում է, որ Գերմանիան ինչ-որ կատարյալ համակարգ է, որին պետք է ձգտել, որին պետք է գնալ, ու այս ընդհանրացումներն էլ գիտության համար հանցագործության պես բան են, այսինքն պնդել, որ գերմանացին օրինապահ հարկատու է, հայը դեռ օրինապահ հարկատու չի, սա ընդհանրացնել իրոք ազգի մակարդակով շատ խնդրահարույց է գիտության համար, ընդհանրապես ցանկացած ընդհանրացում գիտության համար խնդրահարույց է, օրինակ գերմանացիները 13-րդ դարում բավականին կոռումպացված, բավականին կրիմինալ, բավականին ոչ օրինապահ ազգ են եղել, իսկ մենք 13-րդ դարում կիլիկյան մշակույթի հիման վրա Մխիթար Գոշը գրել է դատաստանագիրք, որը իրավունքի պատմության տեսանկյունից շատ զգալի արժեքավոր աշխատություն է, եթե չեմ սխալվում, հիմա նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության ցուցակի մեջ է մտնում այդ դատաստանագիրքը, այսինքն ժողովուրդներին հատկապես համեմատելիս ժամանակաշրջանները շատ կարևոր են ու այն պատկերացումը, որ այտենց դասագրքային գերմանացին միշտ եղել է դասագրքային գերմանացի, ինքը գենետիկորեն այդպիսինն է, իսկ մենք գենետիկորեն այսպիսինն ենք, չգիտեմ կենսաբանները ինչ են ասում դրա մասին անկեղծ ասած, բայց հումանիտար գիտությունների տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Ուստի այս վերնագրին ամբողջությամբ խնդրում եմ բայցերով վերաբերվել, բայց գիտությունը այդպիսին է, մենք միշտ պիտի պայման դնենք, նոր աշխատենք հարցերի հետ, որոնք մեզ հետաքրքրում են։ Հիմա այս 4 կտորը օրենք, պահել, հարկ եւ տվող, այսինքն հարկատու, փորձենք մի քիչ բացել, պահելը իրականում վերջին էլեմենտը պիտի լինի, որովհետև ինքը համակարգը ստեղծողն է, այսինքն մենք մի կողմից ունենալու ենք մարդուն, որը հարկատու է տվյալ համակարգում, մյուս կողմից ունենալու ենք օրենքը, ու մենք պիտի փորձենք այս երկուսի միջև կապող համակարգ ստանալ, հա։ Օրենքը բավականին պարզ է բացատրվում, դա պետական կամ նայած ինչպիսի պետական կառուցվածք է տվյալ երկրում գործում, օրենսդիր ասենք մարմնի կողմից հաստատված նորմատիվ ակտերի ամբողջությունն է, այսինքն օրենք տեքստերը, հա, գրված օրենսդրի կողմից, մարդը, դե ասեցի շատ բարդ բան է, մենք ուզում ենք վերջիվերջո ստանանք իրավունքի նկատմամբ հարգանք ունեցող մարդ, հա, իրավագիտությունը բարձրացնել մարդու, որպեսզի ինքը լինի օրինապահ։ Մարդը ունի ներաշխար, մենք մեր մտքերը հիմնականում զարգացնում ենք մեր ներսում, հա, մենք տենց գիտակից էակ ենք, ու մենք ունենք մեր պատկերացումները, մեր երազանքները, մեր պատճառահետևանքային կապեր կառուցելու հնարավորությունները եւ շատ բան տեղի ունենում մեր գլխում, դրա համար մարդուն ուսումնասիրելը շատ դժվար է, մենք ճշգրիտ գիտության բնագավառում չենք, նույնիսկ օբյեկտիվ չենք մենք, որովհետեւ հումանիտար գիտությունները չեն կարող օբյեկտիվ լինել այն պատճառով, որովհետեւ իրենց ուսումնասիրության առարկան ինքը օբյեկտիվ չի։ Մարդը ունի իրավական հոգեբանություն, այստեղ մեզ օգնության են գալու հոգեբանները, ինտերդիսցիպլինար աշխատանքի մասին ասեցի։ Իրավական հոգեբանությունը մոտավորապես դա այն է, եթե ես հիմա իրավունքի տեսանկյունից խոսամ, հա, հոգեբան չեմ իհարկե, թե ինչպես է մարդը վերաբերվում օրենքին եւ իրավունքին ավելի ընդհանրական եթե վերցնենք, այսինքն ինչ վերաբերմունք ունի, դրական, բացասական, հարգում է օրենքը, կարծում է, որ դա շատ վատ բան է, այս ամեն ինչը իր հոգեբանությունն է, որը ձևավորվում է կենսափորձի, կուտակված փորձի, այսինքն քո խմբի տվյալ դեպքում երևի ազգի, եթե պետությունների մասն ենք խոսում,
կուտակած պատմական փորձի եւ այլ ֆակտորների հիման վրա։ Օրինակ, եթե մարդը ամեն օր անընդհատ տեսնում է անարդարություն, դա իրավական համակարգում, իր իրավական հոգեբանությունը բավականին բացասական է լինելու օրենքի եւ իրավունքի նկատմամբ։ Մարդը բացի այդ իր ինդիվիդուալ մակարդակից նաև սոցիալական էակ է, նորից մեր այդ երկփեղկվածությունը, հա, մարդու, մենք մի կողմից մի սոցիոլոգը ես վերջերս կարդում, ասում էր մենք 90%-ով շիմպանզե ենք, 10%-ով մեղու, այսինքն 90%-ով մենք ինդիվիդուալիստ ենք, մենք տենց կռվում ենք մեզ համար, բայց 10%-ով մենք տենց խմբային էակներ ենք, սոցիալական էակներ ենք, ուղղակի եթե 10%-ը չլինի, այն 90-ը չի աշխատում եւ հակառակը իհարկե, չնայած այս երկուսը իրար ուղիղ հակառակ են ինդիվիդուալն ու սոցիալականը, բայց հենց այդ հակադրության մեջ են ապահովում մարդկային էությունը։ Այդ սոցիալական հոգեբանությունը լինում է ընտանեկան, ինչ-որ փոքր խմբակային, մասնագիտական գուցե, եւ քիչ-քիչ աճում է, ասենք, տվյալ քաղաքը կարա լրիվ ուրիշ հոգեբանություն ունենա, քան հարևան քաղաքը կամ հարևան համայնքը, իսկ ազգային հոգեբանություն շատ հազվադեպ է լինում իրավական, որ ասենք Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի իրավունքի նկատմամբ մոտավորապես նույն հոգեբանությունը ունենա, շատ հազվադեպ է լինում։ Ավելի շատ դա լինում է գաղափարախոսությունների մակարդակում, այստեղ ավելի հեշտ է կոլեկտիվ կարծիք ձևավորել, որովհետև մենք գործ ունենք էմոցիաների հետ, հա, երբ որ գաղափարախոսությունների մասն ենք խոսում։ Այսինքն մարդ ունի հոգեբանություն, մարդը ունի կամ պիտի արժի որ ունենա գիտելիքներ, իրավական, եւ այդ հոգեբանությունն ու գիտելիքները ձևավորվում են միջավայրում։ Սովետական միության մարդու այդ հոմո սովետիկոսի իրավագիտակցությունը լրիվ այլ է, քան մերը, նույնիսկ եթե նույն մարդը լինեինք հոգեբանորեն եւ գիտելիքների տեսանկյունից, միևնույնն է միջավայրը, հա, իրավական այդ գաղափարախոսական միջավայրը, որում մենք ապրում ենք, լրացուցիչ ազդեցություն է ունենում մեզ վրա։ Տեսեք ինչքան բազմաշերտ է, սա դեռ մարդու ներսն է ընդամենը։ Ուսամի մարդու ներսն է, ես վստահ եմ, եթե այս սրահում փորձենք խոսել մեր իրավական հոգեբանության ու գիտելիքների վրա, նույնը չենք լինի, այսինքն չենք գտնի երկու մարդ, որ ամբողջությամբ նույնը կլինեն։ Իսկ մենք ուզում ենք, որ մի ամբողջ պետության քաղաքացիներ լինեն նույն կլաստերի, նույն ֆորմատի մարդիկ, հա, իրանք լինեն օրինապահ։ Մարդը շատ բարդ երևույթ է։ Այդ մարդը, բայց ինքը այդքան իրավունքի ուսումնասիրության առարկան չի, ստեղ շատ մասնագետներ կվիճեն ինձ հետ, բայց ես նկատի ունեմ կան շատ ավելի այլ ոլորտներ, որոնք զբաղվում են հումանիտար գիտություններ, որոնք զբաղվում են մարդու ուսումնասիրությամբ։ Ես անդրադառնամ ավելի հարկերին ու օրենքին ու իրավունքին, հա։ Հարկը, ինչ է հարկը։ Հարկը շատ պարզ բացատրություն ունի, ավեջիշտ սահմանում, որը գրեթե ունիվերսալ է, ամբողջ աշխարհում գրեթե նույնն է, հարկը դա համահավասար, համապարտադիր եւ անհատույց վճար է։ Այս անհատույցը շատ կարևոր է, որովհետև եթե հատուցվող լիներ, այլ հարկ չէր լինի։ Անհատույց նշանակում է մենք գումարը տալիս ենք պետությանը ու ըստ էության պիտի մոռանանք այդ գումարի մասին։ Պետությունը մեզ դրա դիմաց եթե ոչինչ չտա, օքեյ է, հա? Այսինքն մենք ոչ մի ակնկալիք չունենք ի տարբերություն տուրքերի կամ վճարների, օրինակ վճար անում ենք, չգիտեմ, ինչ-որ պետական հիմնարկում, ինչ-որ ծառայության դիմաց, ակնկալում ենք, որ այդ ծառայությունը ստանանք, եթե չտրամադրեն, ասենք անձնագիր, հա? Մենք իհարկե կսկսենք կռիվ անել, բա ես վճարեցի ուր այն անձնագիրը։ Հարկերի դեպքում այդ կռիվը մենք պետության հետ չենք կարողանում անենք, որովհետև ինքը սահմանված է որպես անհատույց։ Սա առաջի այտենց
ռումբն է, որը դրած է պետություն հարկատու փոխհարաբերությունների տակ, արդեն սահմանման մեջ։ Հաջորդը համապարտադիրն է, նշանակում է, որ հենց ես բավարարում եմ ինչ-որ օրենքի պայմանները, սուբյեկտիվ ու օբյեկտիվ, ես պարտավոր եմ վճարել այդ հարկը։ Նորից, ոչ մի առևտուր, ոչ մի ինչ-որ բայց կլինի չվճարեմ եւ այլն, սենց բաներ չի աշխատում հարկերի դեպքում, համապարտադիր, եթե օրենքի տակ ես ընկնում եմ, բազարը նետու, ինչպես ասում եմ, պիտի վճարեմ։ Այս երկու մասն էլ հարկերի սահմանման ցույց են տալիս, թե ինչքան անհավասար է հարկատու պետություն փոխհարաբերություններ, ինչքան ուղղահայաց է ինքը, հա, իրականում պետությունը ունի լիքը լծակներ հարկեր հավաքելու, իսկ մենք իրանից գրեթե ոչինչ չենք կարող պահանջենք, միայն կարանք հույս ունենանք առաջի ատյանում, որ պետությունը այդ հարկերը օգտագործում է մեր ընդհանուր բարօրությունը ապահովելու ու մեծացնելու համար։ Հարկերը լինում են ուղղակի եւ անուղղակի, այս մի հատ նշենք, որովհետեւ պատմական ակնարկում սրան անդրադառնալու ենք։ Ուղղակի հարկերը, երբ որ ես վճարում եմ ուղղակի ինչ-որ մի օբյեկտի համար հարկային, ես հարկատուն եմ, իսկ անուղղակին է նա, երբ որ ես այդ հարկը վճարում եմ, բայց ես ինքս չեմ զգում, որ այդ հարկը վճարեցի, հա։ Այսինքն կապ չկա իմ օրինակ եկամուտի կամ ունեցվածքի ու այդ հարկի միջև ու հարկ վճարողն էլ չեմ ես ճիշտ է էֆեկտիվորեն կրում եմ այդ հարկը, բայց ես չեմ վճարում այդ հարկը։ Ուստի տենց լավ չեմ էլ զգում, որ ես վճարում եմ այդ հարկը։ Օրինակ հենց հիմա որ մենք ստեղ ինչ-որ բան ենք պատվիրում, ոչ մեկ մեզնից ինձ թվում է չի խորանում, թե սրա քանի դրամներ ահն եւ ինչքաններ հենց տվյալ խմիչքի կամ ուտելիքի գինը։ Նաև կարևոր է հարկերը լինում են պրոգրեսիվ, ռեգրեսիվ եւ պրոպորցիոնալ։ Պրոգրեսիվը դա աճող հարկերն են, այսինքն երբ որ բազան աճում է, հարկի դրույքն էլ հետը աճում է, պրոպորցիոնալը երբ որ դրույքը մնում է նույնը, անկախ նրանից ինչ բազայի հետ գործ ունենք, եւ ռեգրեսիվը երբ որ աճող դրույքի հետ տոկոսը իջնում է։ Ռեգրեսիվ հարկեր որպես այդպիսին այսօր չկան, բայց տնտեսական էֆեկտի առումով անուղղակի հարկերը ռեգրեսիվ հարկեր են, որովհետև երբ որ օրինակ նույն, չգիտեմ, ջերմուկի համար մենք վճարում ենք նույն տոկոս ահն, կախված նրանից թե մենք ինչ եկամուտներ ունենք, քիչ եկամուտ ունեցող մարդու համար այդ հարկը էֆեկտիվ շատ ավելի մեծ է, քան շատ եկամուտներ ունեցող մարդու համար։ Հարկեր եղել են միշտ, սկսած այն օրվանից, երբ եղել են պետություններ։ Եգիպտոսում, հին Եգիպտոսում մեր թվարկությունից առաջ 3-4 հարյուրամյակներում արդեն իսկ հարկեր են հավաքել անուղղակի հարկեր։ Սկզբում շատ երկար ժամանակ հարկերը եղել են անուղղակի, որտեղ անուղղակին շատ հեշտ է հավաքել։ Չես խորանում, այդ մարդը ինչ եկամուտ ունի, ինչ ունեցվածք ունի, ինչ սոցիալական վիճակում է, հա, գնեց ջերմուկը վերջ, վճարում է, անկախ նրանից ով էր ինքը, ինչ background ուներ, այսպես ասած։ Այդպես միշտ երբ եղել են պետություններ, եղել են հարկեր, ընդհանրապես մինչև 17-րդ դարը հարկերը եղել են, պետությունները եղել են հարկային ռազմական, սա ինչ է նշանակում, ֆիսկալ միլիտարիստիչ գերմաներեն ասում են, հարկային կամ ֆիսկալ ռազմական, այսինքն պետության միակ ֆունկցիան եղել է հարկ հավաքել ու գնալ պատերազմ անել։ Ավելի ճիշտ ամեն անգամ, երբ որ պետությունը ուզել է պատերազմ անի, հարկ է հավաքել ու գնացել է այդ պատերազմը արել է։ Ուրիշ ոչ մի ֆունկցիա այդ պետությունները չեն ունեցել մարդու համար։ Իրանք եկել են ուզել քեզնից քո կյանքը ու քո ֆինանսները, երբ որ որոշել են գնան պատերազմների։ Այդ ամեն ինչը փոխվել է ֆրանսիական հեղափոխությամբ եւ ժամանակակից ժողովրդավար պետությունների ձևավորմամբ no taxation without representation սկզբունքով, այսինքն
ազգի ինքնորոշումը, սուվերենիտետը որոշվում է հենց հարկերի մասին որոշելու իրավունքով, այլևս չկա այդ մոնարխը, թագավորը, որ գալիս է ասում է հարկ տվեք, գնում են պատերազմ, այլ պարլամենտը, որը մեր իրավունքների ներկայացուցիչն է, մտածում է, թե ոնց կազմակերպի հարկահավաքումը, որպեսզի մենք բոլորս դրանից ավելի լավ ապրենք։ Ավելի ճիշտ Անգլիայում արդյունաբերական հեղափոխությունից հետո շատ կարևոր մեծ փոփոխություն ավելի մեծացել է ուղղակի հարկերի տոկոսը, որովհետև ավելացել է աշխատող խումբը, աշխատող դասը, ու ընդհանրապես հարկերը այս մասը ֆիքսենք միշտ ուղղված են այնտեղ, որտեղ ամենաշատն է հնարավոր հարկ հավաքել։ Մինչև այդ հեղափոխությունը հողի հարկն էր ամենամեծը, որովհետև ամենամեծ աշխատող խումբը հողագործն էր, ֆիզիոկրատիայի դպրոցը գուցե գիտեք տնտեսագիտական, Ֆրանսիայից է գալիս, հենց արդյունաբերություն եղավ, իհայտ եկավ եկամտի հարկը, ու այսպես միշտ փոխվել է, որտեղ փողի ամենամեծ պոտենցիալն է եղել, այդտեղ շարժվում է հարկը։ Իսկ դրանից հետո ժողովրդավարությունների ձևավորումից հետո ժողովրդավարությունը նույնքան անկատար համակարգ է, որքան մարդը, որը դա ստեղծել է, մենք անընդհատ սենց ճոճանակի մեջ ենք, մեկ ձախ ենք թեքվում, մեկ աջ ենք թեքվում, մեկ գալիս ենք վիճակի սենց can't pay, won't pay, քանի որ էլ փող չունենք, էլ չենք կարող վճարենք ու դուրս են գալիս փողոց հաջորդ ռևոլյուցիան ենք անում, մեկ էլ թեքվում ենք շատ աճ, որտեղ գործում է too much taxes, kill taxes սկզբունքը, այսինքն էդ էլ աճերն ենք հաշում իրանց կողմ, բայց սա էլ է նորմալ, մենք անընդհատ գտնվելու ենք այս ճոճանակի մեջ, որովհետև ժողովրդավարությունը բնական համակարգ չի, մենք դա ստեղծել ենք, որպեսզի ավելի լավ ապրենք, բայց ինչքան մենք ենք բարդ, այնքան էլ մեր ստեղծած սիստեմները ու հարկերն էլ մեր այդ ճոճանակի հետ, կախված նրանից թե ծախ ենք շարժվում, թե աճ, մեկ դառնում են պրոգրեսիվ, ավելի այսինքն արդար, մեկ դառնում են պրոպորցիոնալ, ավելի հավասար, մինչև այդ ձախ և աճ գաղափարախոսությունները հասնում են իրանք ծայրահեղ կետին, որովհետև իրանք ստոպի արգելակի կոճակ չունեն, իրանք հա գնալու են այդ նույն ուղղությամբ ու նորից մեզ հետ են շպրտում հաջորդ ուղղությամբ, հարկերն էլ այդ նույն ճոճանակով։ Ողջույն, նախ շնորհակալություն շատ հետաքրքիր ինտրոյի համար, ներածությունը շատ լավն էր, ես երկու հարց ունեմ, կարծես թե առաջինը իմ անուշադրության պատճառն էր, էստոնական և վրացական այդ հարկը, որ չհասկացա որ հարկի մասին էր խոսքը, որ նաև ուզում են Հայաստանում ներդնեն, և երկրորդ հարցս, քանի որ միջդիսցիպլինարության մասին խոսեցիք, ես կուզեմ հասկանալ այդ պրոգրեսիվ և ռեգրեսիվ կամ երրորդ ձևը կներեք չհիշեցի, պրոպորցիոնալ, այո, այդ հարկատեսակները նույն այդ միջդիսցիպլինարության տեսանկյունից իրենք ոնց են որոշվում, այսինքն ոնց է տեղի սոցիալ-հոգեբանությունը, սոցիալ-մշակութային կամ սոցիալ-հոգեբանական իրականությունը, ոնց է ազդում, թե ինչ հարկատեսակա պետությունը ընտրում և ինչ հարկային քաղաքականություն է ներդնում, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար, չէ, անուշադրության հետևանք չէր, ես իրականում շատ արագ անցա դրա վրայով, Էստոնիայում ներդրվել է մի հատ տենց հեղափոխական կարելի ասել շահութահարկի համակարգ, շահութը չի հարկվում շահութը առաջանալիս, ոնց որ հարկվում է մնացած բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում, այլ բաշխվելիս, այսինքն երբ որ շահույթը տրամադրվում է սեփականատերերին, dividend distribution, երբ որ դիվիդենդներ են տրվում սեփականատերերին, այդ պահին շահույթը հարկվում է կորպորացիայի մակարդակում։ Այսինքն, եթե ես դիվիդենդ չեմ տալիս իմ սեփականատերերին, շահույթը ոնց է, շահույթ կա before tax, մինչև հարկելը, հարկում եմ հարկից հետոն
արդեն կամ պիտի տամ իմ սեփականատերերին, չէ, իրան շահաբաժինները, կամ ներդնեմ, ինվեստիցիա անեմ, բիզնեսս մեծացնեմ։ Եթե հիմա կապ չունի, ես ներդնում եմ, թե շահութը բաժանում եմ։ Հենց շահութը առաջացավ, ես իրան հարկում եմ։ Իսկ Էստոնիայում, որպիսի խթանեն ինվեստիցիաները, ասում են, եթե դու այդ շահույթը չես պատրաստվում բաշխել քո սեփականատերերին, թողում ես կամպանիայի ներսում ենթադրաբար ինվեստիցիա անելու համար, թե չէ ինչի պիտի թողեիր կամպանիայի ներսում, պետք չի հիմա շահութահարկ վճարես։ Այսինքն այդ օրինակ այդ 20%-ը, որ դու վճարում էիր, այդ էլ պահի ինվեստիցիա տարա, երբ որ կորոշես շահաբաժիններ բաշխել, բաժանել քո սեփականատերերին, այդ ժամանակ կվճարես նաև շահութահարկ։ Ինքը spread անում, sense time spread անում, որպեսզի դու կարողանաս ինվեստիցիաներ անես։ Խթանում է ինվեստիցիոն կլիման քո երկրի։ Okay։ Երկրորդ հարցը, ինչպիսի հարկատեսակներ ու ինչպես է դա ինտերդիսցիպլինար, սոցիալ հոգեբանական տեսանկյունից որոշվում, եթե շատ պարզ ու շատ կարճ, եթե մենք գտնվում ենք ձախական գաղափարախոսական միջավայրում, հարկերը պրոգրեսիվ են, որովհետև պրոգրեսիվ հարկ նշանակում է ով շատ աշխատում, նա իր ունեցածից ավելի շատ մասն է տալիս պետությանը։ Եթե մենք գտնվում ենք աչքական գաղափարական տիրույթում, հարկերը դառնում են պրոպորցիոնալ, այսինքն կապ չունի ինչ որ մեկը աշխատում է 500,000 դրամ, թե 10 միլիոն, երկուսն էլ վճարում են օրինակ 10% հարկ։ Ուղղակի մեկի մոտ է 50,000, մյուսի մոտ 1 միլիոն է ստացվում։ Այսինքն կախված քաղաքական, то есть այդ պահի իշխանությունից հարկատեսը, то есть սոցիալ հոգեբանությունը այդքան կապ չունի, ինչքան այդ պահին արկա քաղաքական բանը։ Հա, ով է իշխանության գալիս է։ Այդ տենց մի քիչ գիտության մեջ հերթական այսօր շատ ենք այդ նման հարցեր ունենալու, հավնաձվից թե ձունահավից հարցա, այսինքն գալիս է գաղափարական իշխանություն ու բնակչությունը սկսում է այդ գաղափարախոսությունը կրել, թե բնակչությունը այդ գաղափարախոսության կրողն է լինում, դրա համար բերում է կամ գալիս է այդ իշխանությունը։ Այդ հարցին ես հիմա չեմ ուզի անդրադառնամ, զուտ որովհետև ես անկեղծ ասած չեմ սիրում այդ, ոչ թե չեմ սիրում, այլ չեմ սիրում որպես մտածող մարդ ժամանակ ծախսել հավնաձվից թե ձունահավից հարցերի վրա։ Գիտնականներ կան, որ ամբողջ կյանքը նվիրում են այդ այնց հարցերի պարզմանը։ Ես հիմա կիրառական համալսարանում եմ դասավանդում, հա, ես տես մի քիչ պրագմատիկ եմ, հա, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է ուսումնասիրի, բայց կարևոր է, որ միջավայրը, որտեղ կարա ավտորիտար լինի, իրան նույնիսկ չհետաքրքրի ժողովուրդը ձախական է մտածում, թե աջական, ինք ուղղակի այդ քաղաքականություն իրականացնի։ Կարևոր է, թե ինչ միջավայրում է որոշում կայացվում, եթե ձախական, գաղափարական կաթսայում է եռում այդ օրենսդրությունը, ինքը լինելու է պրոգրեսիվ։ Իսկ ձախականությունը թե սոցիալ հոգեբանական, թե քաղաքական, թե իրավական, թե տնտեսական կոնցեպտ է, էլի, եւ հակառակը աջական է։ Մի բան ասացիք մի քիչ առաջ, ավելի արդար պրոգրեսիվ ձևակերպեցիք, այսինքն դուք համարում եք, որ պրոգրեսիվ հարկումը ավելի արդարական է, ռեգրեսիվը կամ պրոպորցիոնալ է։ Ես չեմ գաղափարական հարց է իրականության մեջ, գաղափարական դաշտում գտնվող հարց է։ Ես այդքան չեմ ուզի անդրադառնալ նրան, ինչ եմ ես համարում, բայց հա, եթե շատ կարճ, ես այտենց համարում եմ։ Բայց որպես գիտությամբ զբաղվող մարդ, ես դա գիտեմ պարզապես մարդկության փորձից, որովհետև ամեն անգամ, երբ որ մեծամասնությունը դուրս է գալիս փողոց կամ ինչ-որ դեմոնստրատիվ ինչ-որ մի բան չի անում, դա լինում է այն ժամանակ, երբ ինքը մտածում է, որ հավասարությունը արդարության չի բերել։ Հավասարությունը, եթե ինքը արդարության զգացում չի տալիս մեծամասնությանը, ինքը բերում է թագավորների գլխատման, ռևոլյուցիաների, ներքին լոբիիստական աշխատանքի, որ կամ կընդունես, կամ նայի մենք շատ մեծ ենք որպես խումբ արդեն։ Այսինքն ճնշումը մեծանալու է մեծամասնության կողմից։ Ուղղակի պատմությունն է մարդկության այդպիսին, որ հավասարությունը, այսինքն այսպես,
Հավասարությունը զեղչվում է, եթե արդարության զգացում չկա։ Այդ դեպքում չի ստացվում, որ հավասարությունը, այսինքն այդ միջին շերտի հավասարության գաղափարը անարդար է այն մարդկանց հանդեպ, որոնք այդ միջին շերտի մեջ չեն մտնում, այսինքն այդ տեսանկյունից չեն կարող դիտարկենք օրինակի համար այդ միջին շերտը, որը չի ցանկանում որևէ ձևով ինչ որ բան բարեփոխի, փորձում է այն վերևին գտնվողներին իջացնել մակարդակին, որպեսզի պայմանական ասած իր հավասարության կոնցեպտը առաջ մղի։ Այսինքն ինքը անարդար է, ինքը արդար է միգուցե միջին շերտի հանդեպ, բայց անարդար է այն outlier ասվածների հանդեպ, էլի sense ասած։ Քանի որ ես էլ եմ շատ կողմ պրոգրեսիվ հարկատեսակի ու ես ավելի քան վստահ եմ, որ հատկապես Հայաստանի դեպքում, եթե մենք ուզում ենք, որ առհասարակ յուրաքանչյուր քաղաքացի տարանջատի բիզնեսը մնացած այդ արդարությունից, որ մենք խոսում ենք, ուրեմն բիզնեսը Հայաստանում պիտի լինի պրոգրեսիվ, դա միանշանակ է իմ կարծիքով, հա, որովհետև ես ինքս բիզնեսի մարդ եմ ու ես կողմ եմ, որ իմ եկամուտը աճի, ես ավելի շատ հարկ վճարեմ, իմ եկամուտը աճի, ես ավելի շատ հարկ վճարեմ, բայց ես կողմ չեմ, երբ որ իմ եկամուտը չի աճում, բայց ես հարկ եմ վճարում ու չեմ կարողանում ավելի շատ եկամուտս մեծացնեմ։ Այստեղ այս շատ նուրբ սահման կա, որը խախտվել է այս պահին։ Իհարկե, երբ որ պրոգրեսիվ է սահմանվում, դա անարդար է շատ եկամուտ ունեցողի նկատմամբ։ Okay, հա, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ երբ որ մեծամասնությունը ինչ որ մի բան անարդար է համարում, քո համակարգի ստաբիլությունը տունը երկրաշարժ է լինում, էլի, այսպես թեթև, հլավոր թեթև։ Դու պիտի կարողանաս մեծամասնության համար արդարություն ապահովես, հատկապես երբ որ դու ժողովրդաբար երկիր ես։ Պատմական ամբողջ մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդիկ չեն դուրս եկել փողոց հավասարության համար, այլ արդարության խախտված զգացման համար։ Այսինքն իրանք զգում են, որ այս համակարգը իմ նկատմամբ անարդար է։ Ոչ թե ես ուզում եմ, որ բոլորս հավասար լինենք, հա։ Ձյանային մեծ սրտիկ, ես ինքս տենց մարդ եմ, շատ եմ սիրում, որ ասում են ես պատրաստ եմ, նույնիսկ եթե իմ եկամուտը ասում է, աճում է ավելի շատ, կգանք հեսա Գերմանիայի օրինակին, դա բերում է հանրային համերաշխության, մեծ սրտիկ, ինչ ասեմ, գաղափարական տեսանկյունից։ Մի օրինակ բերեմ գերմանացիներից, բայց հեսա գերմանացիներից ավելի շատ կխոսանք երկրորդ մասում։ Գերմանացիները իմ պատկերացմամբ շատ օրիգինալ են նրանով, որ իրանք միևնույնն է անդադար փնտրտուքների մեջ են կոնսենսուսների ու կոմպրոմիսների։ Այսինքն նայեք, ձախն ու աչը ասում են, մեկը ասում է թող պրոպորցիոնալ լինի, մյուսը ասում է թող պրոգրեսիվ լինի, չէ, ու վերջ, դե ով կտուժի դրանից մոտավորապես, կամ ով դա անարդար կհամարի, էդ էլ իր խնդիրն է։ Օրինակ Պրուսիայում գերմանացիները սենց մի հատ օրենք են ունեցել, փորձելով այդ փոքր խմբի անարդարությանն էլ անդրադառնալ, ասել են, որ հարկը պրոգրեսիվ ենք սահմանում, Okay, հարուստները ավելի շատ են վճարում, բայց ով ավելի շատ է հարկ վճարում, նա քանակապես ավելի մեծ ձայնի իրավունք ունի այս երկրի քաղաքականության կազմավորման հարցում։ Այսինքն, եթե ինչ-որ մի մարդը բիզնեսմեն է ու իր ստեղծած արժեքը շատ կարևոր է, օրինակ 1000 հոգու, օրինակ, հա, գերմանական օրինակ, թող լինի 5 հոգու, նաև տուն է պահում իր մոտի աշխատող, այդ մարդը իր վրա պատասխանատվություն է վերցնում, դրա համար իր ձայնի իրավունքը, խոսքի չէ, ձայնի իրավունքը ավելի մեծ է, այսինքն իրանք ձայնի իրավունքը կապել են պրոգրեսիվ հարկի քանակին, դրանով իսկ փորձելով թե այն խմբի ծախական միտքը բավարարել, հա, թե այդ փոքր խմբի, որը ավելի շատ հարկ է մուծում, փոքր խմբին ինչ որ առավելություն տալ ու ասել դրա փոխարեն դուք այս պետության մեջ որ ավելի կարևոր ձայն ունեք։ Գանք երկրորդ մասին, հիմա ուզում եմ զրուցենք արդեն Գերմանիայից։ Մենք տեսանք, որ մարդկության պատմությունը ճոճանակի նման է մոտավորապես, հա, մենք անընդհատ ձախ ու աջ ենք թեքվում գաղափարախոսական տեսանկյունից ու հարկերը դրա արտացոլանքն են, որովհետև հարկը պետություն քաղաքացի հարաբերության մասին է։ Ինչպիսի պետություն կառուցենք, այդպիսի հարկեր էլ ունենում ենք։ Գերմանացիները շատ հետաքրքիր кейս են, ոչ միայն որովհետև ես
ուսումնասիրում եմ Գերմանիան, այլ ես այդպես կարծում եմ, հիմա փորձեմ բացատրել ինչու։ Եթե համակարգին նայենք, այսպես կենտրոնում մարդն է, հա, հարկային համակարգի կենտրոնում, ընդհանրապես հումանիզմի, հումանիտար գիտության կենտրոնում միշտ մարդն է։ Կենտրոնում այդ բարդ մարդն է, չգիտենք ուզում է հարկ վճարի, չի ուզում, ինչ հոգեբանություն ունի, ինչ գիտելիքներ ունի, այդ առավոտը ոնց է զարթնել, ոնց է քնել եւ այլն։ Իրա շուրջ օրենսդիրն է, գործադիրն է, հարկադիրն է, դատական համակարգն է, ինստիտուտներն են ու արտաքին աշխարհն է։ Այս ամբողջը պտտվում է իրա շուրջ ու ինքը պիտի դառնա օրինապահ։ Գերմանացի քաղաքացու օրինապահ դառնալու գործընթացը սկսվել է Պրուսիան, հայերեն ասում, Պրուսիայում, okay, Պրուսական Գերմանիայում, դրանից առաջ մի քանի դար արդեն գերմանացի ժողովուրդը շատ լուրջ տրանսֆորմացիաների է ենթարկվել մշակութային առումով, իսկ դրանից ավելի առաջ ինքը եղել է տենց շատ ոչ օրենք սիրող, իրար մի սուտող, ամեն քաղաք իր ամրոցը սարքած ու այս մեր թագավորությունն է, վсё պատշարեք մյուսների հետ գործ չունենք այս վիճակով։ Ինչպես է դա սկսվել։ Այսօրվա օրինապահ գերմանացին կարելի ասել զտարյուն քրիստոնյա է։ Ինքը դրա մասին գուցե այսօր չգիտի կամ չի խոսում, նո մասսայական մակարդակում, հա, բայց գերմանական ամբողջ պետական ու իրավական մշակույթը քրիստոնեական մշակույթ է։ Մասնավորապես բողոքական մշակույթ է, լութերականություն է ու կալվինականություն է։ Սրա մասին չգիտեմ, շատ չեմ հասցնի խոսամ իհարկե, բայց այդ գերմանացին, որը աշխատում աղոթում քնում է, առաջացել է կալվինիզմի հետևանքով, նո լութերականությունը որպես տենց մեծ գաղափար, կալվինիզմը որպես ավելի անհատի տրանսֆորմացիայի վերափոխման գաղափար։ Մեզ համար այստեղ ինչն է կարևոր հետներս վերցնենք քննարկման, ոչ թե ինչ է կալվինիզմը եւ ոնց է դա աշխատել, այլ կարևոր մի բան։ Մարդը պիտի շատ ուժեղ հավատ ունենա ինչ-որ մի բանի նկատմամբ, որպիսի գնա դրան։ Եթե դու ուզում ես, որ մարդը գնա այս ճանապարհով, դու պիտի իրան շատ ուժեղ հավատ ներշնչես, որ ընդե վերջում լույս է վառվում կամ չգիտեմ, դա ամենալավ ճանապարհն է, հա։ Շատ դաժան փիլիսոփայություն է իրական կալվինիզմը, ես կարծում եմ դեպրեսիայի մի մաս կա գերմանական ժողովրդի մոտ, որ չէր կարա չգար ուղղակի կալվինիզմից, ինքը իրոք շատ դաժան տեսություն է, բայց արդյունքում մարդը դառնում է նպատակասլաց, ամբիցիոզ, օրինապահ, կարգապահ ու էդ էլ քիչ է, որ ինքն է տենց դառնում, ինքը սկսում է հետևել, որ մյուսն էլ այդպես լինեն։ Սա շատ ուժեղ է աշխատում այդ հասարակական փոխզսպումները ու այդպես չի կարելիները, հա, Գերմանիայում ապրող հայերը գիտեն, որ միտեղ եթե շենքի տակ ավտո կանգնացնես, որտեղ չի կարելի, 10 րոպեից շենքի տատիկները կզանգեն ոստիկանություն։ Ու իրանք դա չեն անում, որովհետև քեզ չեն սիրում, ոնց կարծում են մերոնք, այլ որովհետև այդպես չի կարելի անել։ Չի կարելի համակարգը խախտել։ Ընդ որում գերմանացիները մի հատ շատ սիրուն խոսք ունեն, լեզվաբանները դրա մասին ասում են։ Իրանք չեն նախատում մարդուն, իրանք չեն ասում, մենք ասում ենք չի կարելի, չէ, կամ ասում ենք չանես էլ տենց բան, այսինքն մենք մարդու հետ ենք խոսում։ Գերմաներենը հնչում է որպես սա չի պատկանում այս համակարգին, իրանք որ նկատողություն են անում, ասում են սա, ավելի ճիշտ դա չի պատկանում այս համակարգին, օտար է ինքը, չպիտի լինի ինքը ստեղ։ Ու դա գալիս է իրանց քրիստոնեական համոզմունքից, որ եթե մենք համակարգը չպահենք այսպես, մենք դրախտ չենք ընկնելու։ Այսինքն այդ մոտիվացիան շատ ուժեղ է եղել։ Ինքը ճիշտ է ընթացքում վերաճել է արդեն ուղակի ավանդույթի, որովհետև հիմա բոլորը այդ տենց են, ու չեն էլ խորանում ինչի չի կարելի։ Չի կարելի, ու վերջ։ Արժեք է դառել ինքը արդեն, այդ չի կարելին արժեք է դառել, հա։ Այդ մասը շատ կարևոր է, որ ինքը հասարակական
բան ստանաս փոխզսպումների համակարգ, որ մարդիկ մտածեն, որ որպիսի ես հասնեմ այն լուսավոր կետին, ես իմ էգոիստ նպատակն է, ես պիտի ուշադիր լինեմ, որ ոչ մեկ իմ ճանապարհին քար չգցի։ Ու ես էլ չեմ գցում, չէ, ես էլ թողում եմ, դուք էլ քայլեք, բոլորս քայլում ենք դեպի այդ լուսավոր կետը։ Սա մարդու տեսանկյունից, գերմանացի մարդը, էլի հա գիտության տեսանկյունից այդ ընդհանրացումները շատ պրոբլեմատիկ են, իհարկե Գերմանիայում էլ կրիմինալ կա, իհարկե Գերմանիայում էլ ոչ օրինապահ մարդիկ կան։ Ուղղակի այդ մշակույթը գալիս է կալվինիզմից։ Սա շատ լավ հիմք էր Բիսմարկի համար, Պրուսիայի համար, Բիսմարկը այդ պետականաստեղծ իրանց հերոսն է, հա։ Որովհետև ինք ուներ այդպիսի հանրություն։ Վեբերը մի հատ աշխատություն ունի, կոչվում է փորձում եմ հայերեն, բողոքական էթիկա եւ կապիտալիզմի ոգի, որովհետև Գերմանիայում դա համարվում է որպես ապացուցված փաստ, որ գերմանական կապիտալիզմի հիմքում բողոքական քրիստոնեության էթիկան անկած, որովհետև այդ ամբիցիոզ մարդու տեսակը աշխատի աղոթի քնի գալիս է կալվինիզմից։ Այսինքն նույնիսկ կապիտալիզմ, Գերմանիան ընդհանրապես քրիստոնեության մեջ թաթախված երկիր է, նույնիսկ եթե այսօր ժամանակակից մարդը դա չի ընկալում, որ ինքը քրիստոնյա է իրականում, հա, նույնիսկ աթեիստ լինելով։ Այդպես Բիսմարկն էլ մի հատ տենց ուրիշ կերպար է, որ հազվադեպ է պատահում պատմության մեջ, նման առաջնորդ, բայց դե հուսանք մենք էլ կունենանք երբևէ տենց ազգասեր առաջնորդ, որ իրոք ամբողջությամբ նվիրվի իր ազգին ու պետությանը։ Բիսմարկը սենց մի հատ շատ հետաքրքիր բան ուներ։ Իրան օրինակ ընդհանրապես հետաքրքիր չէր ծախականությունը, բայց իրա սենց թիկունքին շնչում էին Կարլ Մարքսը, Էնգելսը, հայերեն Էնգելս գերմաներենային մոտ այդ անունները ամբողջությամբ։ Այդ ծախականության շունչը իր բանին էր, էլի թիկունքին էր։ Ու ինքը ընդհանրապես հետաքրքրված չէր ներքին քաղաքականությամբ, ինքը Գերմանիայի վերամիավորմամբ էր զբաղված, պատերազմներով, բայց էլի գերմանական պրագմատիզմը ու կոնսենսուս փնտրելու մեթոդա, ասել հələ եկեք այդ խելացիներով հավաքվեք, այնտեղ շատ հայտնի տենց գիտնականներ կան, որ Ամերիկայից, Ճապոնիայից գալիս էին իրանց մոտ վերապատրաստման, էլի, ասել ինձ ասեք ինչ անեմ, որ այս ժողովուրդը այդ արդարության զգացումը ունենա, որովհետև ես ժամանակ չունեմ, ես պիտի գնամ Գերմանիան վերամիավորելու, տանը պիտի ամուր լինի այս հասարակությունը, ես չեմ կարա թույլ տամ, որ ներսում բան այդ ռևոլյուցիաներ զարգանան, մարդիկ դուրս գան փողոց, անարդարություն զգան, ինչ անեմ։ Ու ներդրվել է այդ պրոգրեսիվ հարկումը, թոշակը, սոցիալական ապահովությունը առաջինը Եվրոպայում, դեռ 19-րդ դարում, բայց էլի զուտ պրագմատիզմ լուծումը, հա, իր համար դա տենց գաղափար չէր, որ մարդիկ պիտի արդար ապրեն եւ այլն, այլ մարդը գնում էր պատերազմի, իրան պետք էր, որ իր հասարակությունը աղճատված չլինի, տենց ատելություն չլինի իրար մեջ ռուսների եւ աղքատների, ու ունենա կուռ հասարակություն։ Առաջին աշխարհամարտից հետո Էրցբերգյան ռեֆորմներ կոչվում, դա ըստ էության այսօրվա գերմանական հարկային համակարգի ծննդյան օրն է, 1919 թվականին ա եղել։ Այդ մարդուն սպանել են աչերը մի 2 տարի հետո, որովհետև ինքը պարլամենտում շատ հայտնի ելույթ է ունեցել ու ասել է, եթե պատերազմի ժամանակ զոհվեցին աղքատների երեխեքը, գոնե հիմա հարկերը մեծամասամբ դուք եք վճարելու, աչքերին, որոնք տենց ավելի բուրժուազիայի շահերն են, էլի պաշտպանում։ Ինքը ներդրել է այդ ռեֆորմը արել է, այդ ռեֆորմը իրոք այսօրվա ժամանակակից հարկային իրավունքի ծննդականն է, այսպես ասած, ու իրան մի քանի ամսից սպանել են։ Ինքը նաև հասկացել է արդեն, էլի, որ իրան վերացնելու են, բայց արել է այդ մարդը այդ ամեն ինչը։ Ու երկրորդ համաշխարհայինից հետո մի հատ էլ տենց շատ լուրջ ռեֆորմների է ենթարկվել գերմանական համակարգը, այսինքն մարդու շուրջ են, որ ասեցի այդ էլեմենտները, որ ֆռում են, ընթացքում անընդհատ դառը փորձից, պատերազմներից,
ծանր հետևանքներից ելնելով անընդհատ բարելավվել է։ Մի քանի առանձնահատկություն ասեմ, որ շատ եմ սիրում գերմանական օրենքում։ Գերմանացիները ունեն հարկային դատարաններ, սրա մասին երբեմն խոսում եմ Հայաստանում։ Հարկային դատարանը գերմանական իրավունքի հորինած ինստրումենտ է, այսինքն հարկային հարցերը չեն քննվում վարչական դատարանում, այլ առանձին ինստանցիաներով գնում է հարկային դատավարությունը, հա։ Իմաստը կայանում է նրանում, որ նույնիսկ եթե այլ դատական համակարգում մենք ինչ-որ խնդիրներ ունենանք, օբյեկտիվության, դատական համակարգի անջատվածության, այլ իշխանության թևերից, որ իրանք ունեցել են Վայմարյան պետությունում, որը ցավոք անկում է ապրել, պատճառներից մեկը եղել այն, որ դատարանները անկախ չեն եղել, չխորանանք Վայմարի մեջ, բայց իրանք իրանց փորձից հասկացել են, որ դատարանները պիտի անկախ լինեն։ Ուրիշ օրենսդիրն ու գործադիրը կարան իրար հետ գործարքների մտնեն, տնտեսությունն ու իշխանությունը կարան գործարքների մեջ մտնեն, դատարանները պիտի անկախ լինեն։ Ու սա խոսքեր չեն, գերմանական դատարանները անկախ են։ Ես պատասխանում եմ իմ խոսքերի համար, բայց իրանք ասել են, որ օքեյ, նույնիսկ եթե այլ դատական համակարգերում մենք խնդիրներ ունենանք, հարկայինը ցենց մաքրամաքուր պիտի լինի, որպեսզի մեր քաղաքացին մեզ վստահի։ Մեզ պետք է վստահության մթնոլորտ ստեղծել, դրա համար այդ դատարան գնում են մեր լավագույն ուղեղները, իրանք բացարձակ անկախ են եւ եթե այդտեղ ինչ-որ խնդիր էլ առաջանա, մենք այդ հարցերը պիտի քննենք, պիտի հանրությունը զգա, որ այս դատարանները մեզ համար շատ կարեւոր են։ Իրանք ունեն հարկային խորհրդատուի ինստիտուտը, որը որպես այդպիսին ուրիշ երկրներում չկա։ Օրինակ իմ մասնագիտությունը նույնպես բացառապես քրիստոնեական ուսմունքի վրա է հիմնված։ Օրինակ արքաներին առաջ որ տենց թագադրում էին, օծում էին, չէ, իրան ասում էին այսօրվանից ինքը տենց Աստծո ուժով, չգիտեմ, կառավարելու եւ այլն։ Մեզ էլ են տենց օծում ու մեզ էլ են ասում, որ դուք սրանից հետո իրավունքի օրգան եք, դուք էլ մարդ չեք առաջին հերթին, այլ իրավունքի օրգան եւ ձեր գործողություններում պիտի առաջնորդվեք դրանով։ Ու ես իրոք երբ որ փողոց ուզում եմ անցնեմ ու կարմիր լույս լինում, մտածում եմ, որ ես այս իրավունքի ներկայացուցիչն եմ։ Ես չեմ կարող ասենց բան անեմ, էլի, ինքը ասենց ուղեղդ լվալու պես լավ դնում է այդ գաղափարը, որ դու ունես առաքելություն, դու չես կարող վատը լինես, որովհետև քո նկատմամբ հարգանքից ու վստահությունից կապված է այս համակարգի համենայն դեպս ինչ որ չափով նաև քեզնից է կախված։ Ու այդ էթիկան, որը գերմանական գիտության համար, չգիտեմ, անծայրածիր է, հա, բայց ներդնել բոլոր բնագավառներում գիտնականի էթիկան, հարկային խորհրդատուի էթիկան, նորից շատ գերմանական երևույթ է, էթիկա, իրավունքից առավել, բարոյականություն եւ էթիկա, նորմեր, որոնք քեզ դարձնում են, բայց սա նայեք քրիստոնեական ուսմունք է, էլի, մենք պետք է ստանանք մի բան, որը փոխարինում է քրիստոնեությանը, նույնիսկ մասնագիտություն բառը գուցե ոմանք գիտեն ձեզնից գերմաներենում առաջին իմաստով իրականում առաքելություն է նշանակում։ Այսինքն իմ մասնագիտությունը ոչ թե հարկային խորհրդատու լինելն է, այլ իմ առաքելությունն է լինել հարկային, իմ առաքելությունն է լինել պրոֆեսոր, իմ առաքելությունն է դասավանդել։ Բառը ինքը իր մեջ ունի քրիստոնեական նշանակություն ու նաև քեզ պարտադրում է էթիկա մասնագիտական։ Էթիկան նույնպես նենց բան է, ամեն մասնակից տվյալ խմբի հետևում է մյուսի էթիկայի կանոնների պահպանմանը։ Օրինակ Գերմանիայում կա տնտեսագիտական վայզը, ոնց է հայերեն, տնտեսագիտական խոհեմների, իմաստունների խորհուրդ, տնտեսագիտական իմաստունների խորհուրդ, դա երկրի լավագույն տնտեսագետներն են, որոնք քաղաքականությանը երբեմն գիտության տեսանկյունից խորհուրդներ են տալիս։ Ասում են օրինակ հարկային ռեֆորմը ճիշտ կլինի այս ուղղությամբ տանեք, չգիտեմ, բանակի ռեֆորմը այս ուղղությամբ եւ այլն,
Բայց նույնիսկ այդ իմաստունների խորհուրդը, որ իրանք ընտրյալներ են, հա, անընդհատ այդպես բանով լուսացույցով որ հետևից գնան, մնացած բոլոր պրոֆեսորների ուշադրության տակ են։ Եթե իրանք հանկարծ մի բան անեն ոչ թե գիտական համոզմունքից, այլ քաղաքականության հետ փոխկապակցված լինելուց, այնց պարսավանք կբարձրանա իրոք էթիկան խախտելու համար, որ դու հաստատ չես անի դա։ Այդ մեկը մյուսին հետևել, որ դա չի պատկանում ես համակարգին, քրիստոնեական հիմքա, հիմա մենք հաջորդ քայլով կխոսանք նրա մասին, թե քանի որ քրիստոնեությունը այսօր էլ այդ ուժեղ մոտիվացիան չի տրամադրում, ինչով փոխարինենք մենք այդ մոտիվացիան, բայց մինչև դա նորից մի հատ հարցերի շրջան կազմակերպենք։ Ողջույն։ Այս երկրորդ մասի մեջ մի քանի անգամ ամբիցիա բառը ասեցիր, ու ասենց միտքս բռնեց, որովհետև Գերմանիան համարվում է բավականին ձախական, հա, համակարգ, ու մարդկանց, որոնք այսպես ասած սկզբունքային աճ են կամ այսպես ասած լիբերտարիանական ինչ-որ պատկերացումներ են, իրենց համար ձախական, ցանկացած ձախական համակարգը, որը առաջին խեղդում է ամբիցիան։ Ու տենց երկրները ոնց որ սկանդինավյան երկրներն են, Գերմանիան եւ այլն համարվում են այտենց տեղեր, որտեղ մարդիկ հպարտանում են նրանով, որ ամբիցիա չունեն։ Այդ կոնտրաստը կուզեմ բացատրես։ Կոնտրաստը միշտ կա, Հեգելի դիալեկտիկան ոչ մեկ никто не отменял, կոնտրաստ միշտ լինելու է, հա, այսօր անդադ խոսում էի դրա մասին, որ մենք ամեն ինչի մասին խոսում ենք հակադրությունների մեջ է իրար մեջ ու դրանով է գեղեցիկ, դրանով է արարիչ։ Ամբիցիայի մասին նախ էլի դա կալվինականությունից է գալիս, իմ ասած ամբիցիան, բայց կապեմ հետո քո ասածի հետ։ Ուրեմն կալվինականության հիմքը լավ մի քիչ խոսանք դրա մասին, կանում է նրանում, որ Աստված ընտրել է այն մարդկանց, ովքեր գնալու են դրախտ։ Կապ չունի դու իջի երկինք, ոնց է, թռի երկինք իջի չցած, Աստված արդեն որոշել է, որ այս սրահից ինքը գնալու են դրախտ, մնացածը չեն գնալու դրախտ։ Okay, դուք էլ եք գնալու դրախտ։ Սա շատ դեպրեսիվ միտք է, չէ՞։ Որ կապ չունի ես վաղը մարդ կսպանեմ, թե չէ, եթե Աստված որոշել է, որ ես գնալու եմ դրախտ, գնալու եմ, եթե չէ, չեմ գնալու։ Բայց կալվինիզմի հաջորդ էլեմենտը ու էլի ինքը նույն կերպ դուալիզմը, այսինքն հակազդեցությունը, ասում է, որ մենք կարանք հլը կյանքի ընթացքում որոշենք մենք այդ ընտրյալների մեջ ենք, թե չէ։ Եթե մենք բոլորս գնում ենք նույն ճանապարհով ու ես ավելի հաջողակ եմ, քան կողքինս, ամենայն հավանականությամբ դա նրանից է, որ Աստված ինձ ընտրել է ու ես ավելի հաջողակ եմ։ Ու այդ ես պիտի այս կյանքում ավելի հաջողակ լինեմ ու դա այն գարանտիան է, դա իմ միակ հույսն է, որ ես ընտրյալների մեջ եմ, որովհետև եթե ես լուզեր եմ կյանքում, դժվար ես արդեն նախորոք ընտրվածը լինեմ, էլի։ Այս դրա վրա է կալվինիզմը կառուցած ու այդ մի խանգարեք ախր ես պիտի հաջողակ լինեմ, գալիս է դրանից, որովհետև մարդիկ ուզում են դրախտ գնան։ Ու իրանք հավատում են, որ այդ ամեն ինչը բայց ընտրված է արդեն։ Այս ամբիցիան, որը իրականում գերմանական կապիտալիզմի հիմքն է հանդիսանում։ Իսկ ինչ վերաբերվում է ձախականությանը Գերմանիայում, սկանդինավյան երկրներում ու աչականության քննադատությանը, ինքն էլ է իրականում քրիստոնյա արժեքի վրա հիմնված, Գերմանիան, Վայմարյան Գերմանիան արդեն իսկ սահմանել է իր սահմանադրությունը որպես սոցիալական ազատ տնտեսություն։ Սա նույնպես դուալիզմը, հակադրությունն է, սոցիալական կապիտալիզմ, հա, ազատ տնտեսությունը կապիտալիզմն է։ Դե երրորդ ռեյխը իհարկե կապ չունի, չենք հաշվում։ Հիմա գերմանական սահմանադրության մեջ նույնպես գրած է, որ Գերմանիան սոցիալական կապիտալիզմի երկիր է։ Հայկական սահմանադրությունում էլ է դա իմիջայլոց գրած, բայց դա մաքուր գերմանական տնտեսագիտական միտք է, այդ սոցիալական կապիտալիզմը։ Սկանդինավներն էլ են այդպես անում։ Իրանք փորձում են միշտ կոմպրոմիսի գալ ու ասել կապիտալիստ ես, no problem, արի բիզնեսը տարա, մենք քեզ հնարավորինս փորձենք օգնել, թեթևացնել, ինչը որ
արել են հետպատերազմյան Գերմանիայում, բայց մենք որպես կոլեկտիվ, մեր էթիկան, մեր արժեհամակարգը սոցիալական է։ Ու դու որպես կապիտալիզմ, այտենց գերմանական ռեկլամներ կան, ես ամեն անգամ փշաքաղում եմ, որ ասում է իմ պրոդուկտի համար ես պատասխանատու եմ իմ անունով։ Dafür stehe ich mit meinem Namen ու հատկապես երեխեքի ուտելիքների գովազդ որ լինում է, վերջ, եթե այդ մարդը հանկարծ այդ ուտելիքի մեջ մի հատ կետ գտան, ինքը էլ չի գնալու, չէ՞ դրախտ։ Ու այդ գաղափարը, որ դու եղիր կապիտալիստ, բայց մենք որպես հասարակություն սոցիալական ենք, հոգ ենք տանում իրար համար, նույն այդ ակունքների զարգացումն է, սոցիալական կապիտալիզմ, հակադրվող էլեմենտներ, որոնք փորձում են մեկ համակարգի մեջ տեղավորել։ Ես ուզում եմ շատ հասկանալ, մենք խոսելու ենք փոքր բիզնեսից օրինակով Գերմանիայի, եթե չէ մի երկու բան պատմես ու որ մենք համեմատականներ անցկացնենք, որովհետև ես այդտեղ գալուց մի փոքր ուսումնասիրել եմ ու իմ համար շատ կարևոր է այդ, որովհետև այնտեղ շատ հստակ է այդ փոքր բիզնեսի գլխավոր պայմանները եւ գաղափարախոսությունը առհասարակ, այդ դրա մասին կուզենամ մի հատ խոսենք։ Okay, հա, չեմ նախատեսել, որովհետև ես տենց օրինապահ հարկատույա թեմաս, այսինքն ոնց ստանանք մի մարդու, ով հաճույքով վճարում է հարկ, փոքր բիզնեսի մասով ինչ կարող եմ ասել։ Նախ կարող եմ ասել, որ Եվրոպայում չկա պետություն, որ իր փոքր բիզնեսին փաղաքշի, հա, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, փայփայի, շնորհակալություն, ռոմանտիկ եմ ես այսօր, չփայփայի ու շատ հստակ կանոնակարգված եւ օրինական նորմատիվ ակտերի միջոցով, բայց ոչ միայն իրավունքի տեսանկյունից, այլև մշակութային տեսանկյունից, KMU է գերմաներեն կոչվում, Kleine und mittlere Unternehmen, այդ KMU կոչվածը շատ հարգված բան է, որովհետև մարդը արարում է, հա, մարդը ինչ-որ բան է ստեղծում ու իրան պետք է պաշտպանել։ Երրորդ մասով ուզում եի միջազգային տենդենսներից խոսանք, այնտեղ հենց դրա մասին ենք խոսալու, որ մեծերին փորձելով հետ բերել փախուստից, հարկային, իրանք փորձում են ապահովել այդ նույն սոցիալական արդարությունը փոքր բիզնեսի համար։ Այսինքն դու մնացել ես տանը, դու լոկալ բիզնես ես, դու քո հարևանների հետ ինչ-որ բան ես անում, չի կարա տենց լինի, որ դու քո հարկերը պարտաճանաչ վճարես, իսկ մեծ կոնցեռնը, որը գլոբալ 8000 հարկանոց ստրուկտուրա է սարքում, Գերմանիայում մեկ էլ հարկեր չտա։ Դա իրանց համար ժողովրդավարության ու պետության նկատմամբ վստահության հիմքերից մեկն է, փոքր բիզնեսին ցույց տալ, որ մենք գնում ենք մեծերի հետևից, որովհետև իրանք ակնհայտ շատ ագրեսիվ փորձում են հարկեր չվճարեն, ու ավելի ճիշտ է, որ իրանց փորձենք հետ բերենք հարկային համակարգ, քան ամեն տարի քո հարկերը բարձրացնենք, որովհետև դու բարեխիղճ տենց լոկալ բիզնես ես ու արարող մարդ ես, հա, այսպես ասած։ Այդ իմաստով շատ կան օրինակ հարկային իրավունքում հատուկ արտոնություններ փոքր եւ միջին, հա, բիզնեսի համար, օրինակ ամորտիզացիայի բարձր դրույքաչափեր, ինվեստիցիոն խթանող տենց կարգավորումներ, այսինքն հարկը նվազեցնող, շատ կան ու կա միություն փոքր եւ միջինների, որը շատ արագ կբարձրաձայնի խնդիրների, իրանք փոքր չեն, էլի, իրանք չափով փոքր են, բայց բավականին հարկ են վճարում, այնպես որ իրանց ձայնը լսելի է ու իրանք հարգված են ժողովրդի կողմից, որովհետև մեծ կոնցեռների նկատմամբ ինչքան այդ ատելությունը կա, որ իրանք մեր երկրում չեն վճարում հարկերը, գնում են Բերմուդաներում, Պանամաներում, չգիտեմ, փորձում են հարկ չվճարեն, իսկ այնայի, օրինակ, այս հացի բանը, bakery-ն, հա, որը օրինակ 5 քաղաքում ունի մասնաճյուղ, այսինքն ինչ-որ փոքրիկ բիզնես է, ինքը մեր երկրում հաց է թխում։ Մեզ հացամատակարարում ամեն օր չի կարա այդպես լինի, որ ինքը ինձ համար ավելի արժեքավոր չլինի, քան այն չար կոնցեռնը մեծ։ Այդ մտածողությունը դրված է հասարակության մեջ ու դրա համար քաղաքական տեսանկյունից բացարձակ խնդիր չի իրանց
փայփայելու քաղաքականություն տանելը։ Չգիտեմ պատասխանեցի հարցին թե չէ, եթե ինչ-որ կոնկրետ հարց կա, կոնկրետ քննարկենք։ Okay. Անցնենք երրորդ հատվածին։ Երրորդ հատվածում ուզում եի խոսալ վստահության մասին, պետության նկատմամբ վստահության մասին, որովհետև ես նկատում եմ Հայաստանում հաճախ խոսում են, որ մեզ պետք է նոր հարկային մշակույթ, նկատի ունենալով, որ մարդիկ պետք է սովորեն հարկ վճարել։ Բայց մարդիկ այդպես չեն սովորում հարկ վճարել, քարոզով եւ չգիտեմ, իրանց անդհատացլով, որ դուք վատն եք, որ հարկ չեք վճարում, պիտի վճարեք այդ հարկերը, այդպես համակարգը չի կայանում։ Համակարգը կայանում է վստահության կառուցման միջոցով, այսինքն երբ որ ես պետությանը վստահում եմ, իսկ այդ վստահությունը տարբեր կրիտերիաներ ունի, որոնք միանշանակ չեն ու էլի իրանք իրար հակազդող են ցավոք, դու պիտի հասկանաս քո հասարակության համար որոնք են ավելի կարևոր։ Այդ վստահությունը որ լինի, որ ես հասկանամ իմ հարկերը ինչի վրա է ծախսվելու, ոնց, ում կողմից, ինչպես, ես կվճարեմ այդ հարկերը։ Այսինքն դու ինձ տուր համակարգ եւ հետո նոր արի իմ հետևից պատժիչ մեխանիզմներով այդ ժամանակ կխոսանք իրար հետ, այսպես ասած։ Ու վստահության տեսանկյունից կատարաններից օրինակ խոսացի, բայց հիմա Եվրոպայում, Գերմանիայում եւ ընդհանրապես աշխարհում ու ես վստահ եմ մի օր դա Հայաստանն էլ է գալու, եթե մինչեւ հիմա չէր եկել, հիմա գալու է, շատ տարածված է խոսալ այդ կոնցերների փախուստի մասին։ Ընդհանրապես փախուստը սկսել է առաջին աշխարհամարտից հետո, պրոգրեսիվ հարկեր սահմանելուց հետո։ Հենց դու ասում ես հարուստները ավելի շատ պիտի վճարեն, հենց այդ օրենքները Գերմանիա, Ֆրանսիա, կոնտինենտալ Եվրոպայում տարածվում են, Շվեյցարիան մտցնում է բանկային գաղտնիքի, բուկվալ 2-3 տարի հետո Շվեյցարիայում ներմուծվում է բանկային գաղտնիքի ինստիտուտը։ Ու այդպես շարունակ, հենց ձախ թեքվում դեպի իշխանությունը շատ, աչքերը սկսում են երկրից փախնել, երկրից ֆիզիկապես չէ, այլ հարկային տեսանկյունից, հա։ Ու այս թեման գլոբալիզացող աշխարհում գնալով ավելի կարևոր է դառնում։ Ֆրանսիայում էլ օրինակ շատ մեծ թեմա, որ տենց ավանդական տրադիցիոն կոնցերները, որ թվում են թե իրանք սերտաճած են Ֆրանսիայի հետ կամ Գերմանիայի հետ, մեկ էլ սկսում են իրանց բիզնեսը կազմակերպել շատ խուճուճ ստրուկտուրաներով աշխարհի 20-30 պետություններում ու հարկեր չվճարել։ Ու այստեղ առաջանում է ժողովրդավարության հետ խնդիր, այսինքն վստահության հետ խնդիր պետության նկատմամբ, որովհետև փոքր եւ միջին բիզնեսը կամ վարձու աշխատողը, հա, ինքը վճարում է իր հարկերը, դրանից փախուստ չունի, բայց այն մեծերը չեն վճարում հարկեր։ Ու եթե մինչև հիմա այս թեման Հայաստանում չկար գուցե, որովհետև մենք տենց գլոբալ աշխատող մեծ կոնցերներ չունենք, ապա այս ԱԲ-ի զարգացման հետ, որը հարկային իրավունքի հեղափոխության հաջորդ էտապն է լինելու, ես վստահ եմ, թեման Հայաստան էլ է էլի գալու ու այդ սոցիալական արդարության զգացումը նորից, որ ես վճարում եմ իմ հարկերը այս երկրում, դու չես վճարում, պետության համար խնդիր է դառնալու։ Բայց ես հիմա ուզում եի Գերմանիայից պատմեի զուտ օրինակով, թե ինչպես է պետությունը անընդհատ հետևում այդ վստահության ապահովմանը։ Տարբեր հետաքրքիր դեպքեր կարամ պատմեմ, օրինակ ինֆլուենսերների հարկումը կամ բիթքոյնների հարկումը շատ հաճախ է լինում, որ օրինակ Instagram-ը, հա, պլատֆորմ խնդիրներ է ունենում հարկայինի հետ, ու ասում է՝ արի դու մեր кейսը փակենք, ես քեզ փոխարենը ինֆլուենսերների սենց հատորներով տեղեկություն տամ, ով ինչ փող է աշխատել, որտեղ եւ այլն։ Առևտուր են անում, հա, կամ նույն կրիպտոարժույթների շուկա։ Տենց պլատֆորմներից մեկը հարկայինի հետ խնդիր է ունեցել այս հունվարին, վաճառել են էլի կրիպտոյով առևտուր անող մարդկանց տվյալներ, իրանք իրանց кейսը հարկայինի հետ կարճել, այսպես ասած, իհարկե շտրաֆի դիմաց, էլի, ուղղակի էլ չի դարել քրեական գործինքը։ Այսպես այդ վախը նորից, հա, այս հասարակության մեջ բոլորը բոլորին հետևում են ու բոլորը բոլորին կարան դատի տան, գործ տան, այսպես ասած, այդ անընդհատ կա։ Բայց պատմեմ մի դեպքի մասին, որը Գերմանիայի պատմության ամենաաղմկահարույց դեպքն էր, շնորհակալություն։
Որպեսզի ուղղակի մի հատ նայենք պետությունը ոնց է վստահելիություն ապահովում, հա։ Խոսքը վերաբերում է 12-ից 30-40 միլիարդ եվրո հարկերի մասին, որը իրականում ընդհանրապես մի տոկոսից պակաս է իրանց բյուջեի, Գերմանիայի բյուջեն հիմա տրիլիոնն է անցել արդեն, զուտ որ պատկերացնենք ընդհանրապես մի տոկոսի չափ բան է, ու դա իրանց ամբողջ պետականության պատմության ամենամեծ սկանդալն է, Սովորաբար այն որ ինֆլուենսերների, բիթքոյների մասին ասում են, մի 500 միլիոնի պատմություն է, 500 միլիոն եվրո։ Երբ որ քո բյուջեն տրիլիոն է, հա, 500 միլիոնը քո հասարակության մեջ միևնույն անկալվում է, որպես ինչ որ մեկը հարկեր չի վճարել այս պետությունը։ Հիմա խոսում ենք 40 միլիարդի մասին, ամենածանր դեպքն էր։ Ու ինչ եղավ այստեղ, մենք մի հատ դատախազուհի ունեինք, որը կարելի ասել դուրս էր եկել պատերազմի ամբողջ պետության հետ, այսպես ասած, որովհետև ինքը այդ կրիմինալ քեյսը հայտնաբերել էր ու հետազոտությունների արդյունքում պարզել էր, որ մի հատ սարսափելի մեծ կոնստրուկտ է սրա հետևում կանգնած, քաղաքական գործիչներ, դատավորներ, գիտնականներ, բանկեր, խորհրդատուներ, էլ մարդ չէր մնացել այդ համակարգի մեջ, որ կարար ինչ-որ դեր ունենար, որ ինչ-որ մի կերպ ներգրավված չէր այդ կրիմինալ քեյսի մեջ։ Ոնց որ կինոյից դեպք լինի, որ ասենք ինչ-որ օրագրեր էին գտնում, որտեղ մարդիկ գրել էին, թե ոնց են օրենք, մի խոսքով։ Ու այս քեյսը գերմանացի ժողովրդին ներկայացվեց որպես, չէ, ինքը առևտուր չի անում, իրան ինչքան էլ այտենց առաջարկել էին, մենք քեզ այս ինֆորմացիան տանք, դու մեր քեյսը փակի եւ այլն, չէր փակել ու նույնիսկ տարավ շատ հանրայնացրեց քեյսը, գիրք գրեց նույնիսկ միլիարդները եւ մորալը, այսինքն բարոյականությունը, այդ գիրքը բեսթսելեր դառավ ու հիմա համալսարանում էլ երեխեքին նվիրում ենք միշտ ավարտական հանդեսներին ու ասում ենք ուշադիր եղի, մասնագիտությանը լուրջ վերաբերվի։ Մի կին ընդհանրապես կարողացավ ամբողջ համակարգին պատերազմ հայտարարել ու ասել չեմ փակելու ես այս գործը ու բոլոր նրանք ովքեր նույնիսկ Օլաֆ Շոլցը, հա, մեր նախկին կանցլերը, պարզվում է այդտեղ շատ անհարմար պատմության մեջ հանգնում ու այս ամեն ինչը ժողովրդի համար, այս կարաս 10 տարի շատ բյուրոկրատիկ քաոս սարքես, բայց մեկ էլ մի հոգի գա, այսինքն ցույց տա, որ այս պետությունը մեռած չի, հա, եթե ես որպես դատախազ գործը չեմ փակում, ես չեմ փակում այս գործը, կլինի դա Շոլցը, կլինի դա ամենահայտնի գիտնականները, կլինեն դա ամբողջ բանկային համակարգը եվրոպական, Լոնդոն, Հոլանդիա, Շվեյցարիա, այսինքն մի հատ խայտարակ պատմություն մի խոսքով, ու մի կին կարողացավ դանել ինչու, որովհետև համակարգը իրան թույլ էր տալիս, ոչ թե ինքը տենց ուժեղ ռեմբոկին էր, հա, այլ ինքը ուներ վստահություն դատական համակարգի վրա ու քեյսը տարավ դատարան։ Ու սա ասում եմ, երբեմն պետք են մարդիկ, առանձին մարդիկ, եթե օրինակ հարկերից վերանանք, ցանկացած բնակավարում, ինչքան էլ վատ է վիճակը, ինչքան էլ թվում է թե դե մենք այտենցը չենք, հա, երբեմն մի մարդն էլ, որը էթիկան ունի իր մասնագիտական, կարա շատ ձգողական ուժ կարա այտենց իր շուրջ համակարգ կառուցի, հա, օրինակ ես գիտեմ Հայաստան Գորիսի քաղաքապետին անդադ նշում են, ես չգիտեմ ինքը լավն է թե չէ, բայց ասենց ասում են, այ տես ինչ լավ քաղաքապետ է, կամ Աշոտ Բլեանի դպրոցը նշում են, ես կարդում եմ, որպես շատ լավ դպրոց։ Այդ այնց օրինակներ վերցնել, ես ընդհանրապես կարծիք հանրային, հա, ասում եմ, օրինակներ, որ դու զգում ես, որ քո հանրությունը դրա հաշվին էթիկայի, ինչ-որ կանոնների, իրար հետ փոխհարաբերվելու պատուհան է տեսնում, դա տենց շատ հանրայնացնել, նույնիսկ էմոցիա հաղորդել, պաթոս հաղորդել դրան, որովհետև վերջի վերջո մասսայականացման գործիքը էմոցիան է, ոչ թե գիտությունը կամ փաստերը, ու անընդհատ աշխատել այդ վստահության վրա, անընդհատ ցույց տալ, որ դու կարող ես մեզ վստահել, դու կարող ես շարունակել քո հարկերը վճարել, մենք իդեալական չենք, ոչինչ ինչը ստեղծում է մարդը իդեալական չի, բոլորս էլ սխալվում ենք, բայց այդ սխալները ունենում են կրում են սխալվողները կրում են պատասխանատվություն։
Նման кейսեր շատ կան, բայց գլոբալիզացիայի հետևանքով այդ բանկերը, որ ասում եմ, մեծ մասը Լոնդոնում, Հոլանդիայում ու Շվեյցարիայում էին, էլի։ Այդ գործարքները աշխատում էր միայն միջազգային փոխանցումների միջոցով։ Ինչքան տնտեսությունը բացվեց, սահմանները բացվեցին, գլոբալիզացվեց, այնքան այս խնդիրը ավելի սուր է լինելու պետությունների համար ցույց տալ քո քաղաքացուն, որ հարկերից փախուստը կառավարելի է։ Մենք քո կողքն ենք, դու վճարիր քո հարկերը, մենք էլ մեր կողմից կանենք ամեն ինչ, որ այս հանրության ցանկացած անդամ իր չափաբաժնով, ինչպես նախատեսված է օրենքով, անի նույնը։ Այս դրա մասին Հայաստանում տենց դեռ այդքան չեն խոսում ինձ թվում է հանրային մշակույթի տեսանկյունից, բայց ասում եմ ԱԲ-ի հետ դա անպայման գալու է, ԱԲ-ի հարկման թեման արդեն սենց գիտության մեջ սենց ծիլերը տալիս է, ինքը գալու է 10-20 տարուց ամենաուշը, մի քիչ քաղաքական կոնյունկտուրայից էլ է իհարկե կախված, բայց այս պետությունների համար մեծ խնդիր է դառնալու, երբ որ արժեք ստեղծող մարդիկ կան քո պետության ներսում ու կան գլոբալ մտածող ու աշխատող թե անհատներ, թե կոնցեռներ, այս երկուսը բերել համադրել ժողովրդավարության ու պետության հիմքերի հետ գնալով ավելի բարդ է դառնալու։ Ողջույն, չգիտեմ որքանով կարելի հնչեցնել այս հարցը, Սաթենիկ դուք աշխատանքի շրջանակում сталкиваешься с работой с налоговым судом в Германии. Насколько твоя работа связана с этим? Դա օրինակ էլի բացառապես գերմանական առանձնահատկությունն է, հարկերի իրավունքով դատարաններում հարկատուին ներկայացում են հարկային խորհրդատուները։ Իրավաբաններն էլ կարող են իհարկե, այսինքն մաքուր իրավաբանները, հա, օրինակ քաղաքացիական իրավունքով զբաղվող, բայց Գերմանիայում ոչ հարկային իրավաբանները չեն զբաղվում հարկերով, իրանք թարպես մոտ չեն գալիս այդ թեմային, ու դա նորից խոսում է մասնագիտական որակի մասին, Գերմանիան որոշել է, որ ինքը իր այդ իրավունքի օրգանին, հա, որ տենց լիցենզավորում է, ասում է դու ես երկրի իրավունքի օրգան ես, տալիս է հնարավորությունը դատարանում պաշտպանել իր կլիենտին, որովհետև հարկային դատարաններում պաշտպանվողը միշտ կլիենտն է, իսկ հարձակվողը միշտ հարկային մարմինն է։ Ուրիշ կոնստելացիա ուղղակի չկա այդ դատարաններում։ Հարկայինը ընդդեմ կլիենտի։ Սաթի ջան, նշեցիք հարկերից խուսափելու այդ կորպորացիաների միտման մասին, ինձ հետաքրքիր արդյոք պատճառը հետևանքային ուսումնասիրություն արվել է, որն է պատճառը, միգուցե բարձր հարկերն են։ Բարձր հարկերն են, ես միտեղ ասեցի, որ առաջինը դրա արել է Շվեյցարիան, բանկային գաղտնիքներ մուծելով, շատ կարճ ժամանակ հետո դա արել են Հոլանդիան ու Անգլիան կոնցեռների համար, մոտավորապես էլի հնարավորություններ ստեղծելով։ Հարկային փախուստը սկսվել է Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, առաջին աշխարհամարտից հետո պրոգրեսիվ հարկեր սահմանելուց հետո, ընդ որում ասենք, եթե մինչև պատերազմը եղել է 7-8%, պատերազմից հետո դառել է 70-80%, որովհետև պետությունները պարտքի տակ են եղել, առաջին աշխարհամարտից 150-160% պետական պարտքով են դուրս եկել պետությունները։ Ու պատերազմը տենց բան է, պատերազմը մենակ կյանքեր չի տանում, պատերազմը շատ թանկ արժի, կամ նախորոք են հավաքում հարկեր, հենց պատերազմի հարկ, նույնիսկ երկրորդ աշխարհամարտի ժամանակ ա եղել հրյաներից են շատ սարսափելի հարկեր հավաքել, թուրքերն են նման հարկ հավաքել երկրորդ աշխարհամարտի ժամանակ շատ սարսափելի հարկ քրիստոնյաներից, նաև հայերից, կամ նախորոք ես դու հարկ սահմանում, կամ հետո ես հարկերը բարձրացնում պարտքերը փակելու համար։ Պատերազմը այդքան ռոմանտիկ բան չի էլ, ինքը իրականում փողի հետ է կապված շատ ուժեղ։ Իրականում այս պայդրությամբ, ասենք նույն Եվրոպան նոր սկսել են ինչ-որ պատերազմի հետ կապված, ինչ-որ ուկրաինական պատերազմից հետո ռազմական բյուջեների ավելացման մասին է խոսք գնում, բայց չես կարծում, որ օրինակի համար հիմնականում այդ գումարն ուղղվում է նաև մեծ շատ չափից դուրս մեծ բյուրոկրատիայի պահպանման համար, այսինքն կան նախարարություններ, որոնք կանոնակարգում են ոլորտներ, որոնք բացարձակապես
կարիք չկա կանոնակարգելու նույն Ֆրանսիայում օրինակի համար։ Այսինքն հիմա մենք որ խոսում ենք օրինակի համար, որ չգիտեմ օրինակի համար կորպորացիաները փախնում են հարկից ու մնացածները որպես հերոս են ներկայացում, միգուցե արժե այդ հարկերը կրճատել, որ այդ կորպորացիաները իրենց փող դուրս չտանեն երկրից ու իրանք այդ թշնամի չդառնան այս հասարակության, հասկանում եք, ես եմ ասած։ Հարկերը կրճատել աչական միտք է, այդ միտքը Եվրոպայում գաղափարական տեսանկյունից, համենայն դեպս կոնտինենտալ Եվրոպայում հիմա մեծ աջակցություն չունի։ Այդ գաղափարները հիմա պոպուլիստական են ավելի, կոնտինենտալ Եվրոպայի մասին եմ խոսում, այսինքն այն աչերը, որ հիմա կան պսևդո աչեր են, հա, ոչ ձախ են, ոչ աջ, իրանք ոչ մի բան են, իրանք պրոստը տեսնում են, հա, պրոբլեմ են տեսնում, ասում են մենք կլուծենք այդ պրոբլեմը հայրենասիրական ինչ-որ պաթոսով սենց շաղաղած։ Իսկ ինչ վերաբերվում է կոնցերներին քիչ հարկել, որ չգնան երկրից, խնդիրը այն է, որ իրանք գնում են ոչ թե որովհետև շատ ես հարկում, այլ որովհետև գնալու հնարավորություն ունեն։ Դե հիմա եթե ես անհատին հարկում եմ 45-ից 50%, ես օրինակ վճարում եմ 45%։ Ու եթե մենք մեծ կոնցերնին, հա, որը լուրջ թվեր է աշխատում, ասում ենք, ինքը մեզ ասում է 25% շատ է, շահութահարկ, իմ մոտ խնդիր է առաջանում դրա հետ։ Այսինքն մեր հասարակությունը համաչափ չի կրում այդ բեռը։ Սրա հետ կապված շատ հետաքրքիր բան ասեմ, որ հիմնականում գնում են այն մարդիկ, ովքեր, այո, այդ մեծ կոնցերները ու շատ հետաքրքիր է, իրենք գնում են այն երկրներ, որտեղ ընդհանրապես հարկ չկա, կոպիտ ասած, հա, ոչ թե իրանք գնում են որտեղ քիչ հարկ կա, այլ իրանք գնում են Մալթաները, չգիտեմ, Պանամաները, մի ժամանակ Դուբայները, արդեն դա, այսինքն կներեք, այդ դեպքում մենք անհատներս ՓՄՁ-ն, այսինքն մնա մի երկրում, որտեղ ուզում է աճի, ուզում է զարգանա ու դա շատ նորմալ է, իրանք չեն կարողանում, որովհետև X պահից սկսած այդ ձեր ասած հարկատեսակը այնքան բարձր է ՓՄԶ-ի համար, որովհետև ինքը էլ հնարավորություն չունի աճելու, որովհետև հազիվ կարողանում է կներեք, բայց պիտի ասեմ օֆիսի վարձ տա եւ հարկ տա, իսկ այն բիզնեսները, որոնք միանգամից արդեն իսկ խոշոր են, ստեղծվել են խոշոր բիզնես, որպես իրանք միանգամից գնում են ինչ-որ X տեղեր, որտեղ ընդհանրապես հարկ չկա։ Այսինքն այստեղ բալանսը արդեն իսկ խախտված է, մենք չենք խոսում քիչ հարկի մասին։ Իրենք գնում են տեղեր, որտեղ չկա հարկ։ Առհասարակ, մեկ էլ մի հատ էլ գնալու են այսպես թե այնպես, մի հատ շատ հետաքրքիր բանի մասին դու ասացիր, դրա հետ կապված ուզում եմ հարց տամ, որ ասացիր կոպիտ ասած հավաքվում են ոլորտային, հա, ուղեղները ու իրենց խոսքը կոպիտ ասած արժեք ունի։ Ինձ հետաքրքիր է դրանք արմիություններ են, թե իրանք բացի այդ արմիություններից էլի կա ինչ-որ խմբավորումներ, որտեղ ես կարծում Հայաստանի դեպքում հիմա արմիությունները ուղղակի sense անհրաժեշտություն են, կուզեմ մի հատ այդ մասին էլի խոսենք։ Ուրեմն ինստիտուցիոնալ հիմքը շատ ուժեղ է Գերմանիայում։ Այդ մարդը, որ տենց ինդիվիդուալ է ստեղծվել իրանց, հա, աշխատիր, աղոթիր, քնիր, սենց աչուձախ մի նայր, որպիսի այդ ինդիվիդուալիստ ու նպատակասլաց մարդը միևնույն հանրային էակ, սոցիալական դառնա, իրանց մոտ դպրոցից սկսած նույնիսկ այդ համայնքային ինքնակազմակերպումը շատ կարևոր է, համայնքային ինքնակազմակերպումը։ Գերմանիան ինքը ֆեդերատիվ երկիր է, երևի միակ իմ իմացած իրոք աշխատող ֆեդերատիվ երկիրն է, թե օրինակ Ռուսաստանի հետ հատկապես համեմատենք, ընդհանրապես կապ չունեն իրանք իրար հետ, հա։ Այսինքն ինստիտուցիոնալ հիմքը իրանց համար շատ կարևոր է ու շատ կարևոր է ունենալ տարբեր կարծիքներ ունեցող ինստիտուտներ, որ իրանք էլ իրար փող զսպեն։ Եկեղեցին էլ է իրանց համար օրինակ նման ինստիտուտ, բայց վերադառնանք քո նշած ինստիտուտներին, Գերմանիայում շատ ուժեղ են միավորումները, արմիությունը, եթե մենք հիմա ճիշտ եմ տերմինները հասկանում, դա ավելի շատ վարձու աշխատողների իրավունքները պաշտպանող միություններն են։
ոլորտային դրանք դե կոչվում են միավորումներ շատ ուժեղ են, շատ ուժեղ են։ Դա նաև գալիս է օրինակ իրանց ծովային իրավունքից, այդ հանզիատիկ ծովային իրավունքից, տեից է եկել այդ միությունների ուժը, շատ խորը տրադիցիա ունեն ու մի անգամ հիշում եմ ինձ անգել էին գործ էին առաջարկում, ոնց որ ասեցին արհեստավորների միության հարկային խոսնակա պետք, ասում եմ, այս երկրում արհեստավորներն էլ միություն ունեն, չկա տենց ոլորտ, որ ինքը իր միությունը չունենա ու ինքը իր ձայնը չփորձնի հասցնի քաղաքականությանը։ Նախ օրենսդրական փուլում, որովհետև ես ինքս այդ ոլորտում աշխատել եմ լոբիիստական, օրենսդրական փուլ կա, որ նախագիծը գալիս է բոլոր միություններին ու իրանք բոլորը ժամանակ ունեն կարծիք գրեն։ Իհարկե ամենը գրում է իր ներկայացուցիչի տեսանկյունից։ Եթե ես արհեստավորներին եմ ներկայացնում, ես հաստատ չեմ գրելու, չգիտեմ, քիմիական ինդուստրիայի խնդիրների մասին։ Հա, ամենը իր ինդուստրիայի խնդիրները, նաև հանդիպումներով, նաև խոսալով, նաև բացատրելով, որ չի լինի մերոնք չեն դիմանա, այդ հսկայական ինստիտուցիոնալ հիմք կա դրան Հայաստան, Գերմանիայում, բայց նաև վարձու աշխատողների մինչև այսօր կամպանիաներ կան, որ կոլեկտիվ են պայմանավորվում աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային պայմանների մասին, դա պահանջված հիմք է, որ ունենանք ինչքան հնարավոր է շատ ինստիտուտներ, որպեսզի այդ check and balance, այդ իրար փոխզսման համակարգը ժողովրդավարության հիմքերից մեկը աշխատի։ Իսկ օրինակ այդ տնտեսագիտական իմաստունների խորհուրդը ինքը հենց քաղաքականության պատվերն է, այսինքն լավագույն տնտեսագետներին հավաքում է ու օրինակ, հա, ասում է մենք էլ այս սոցիալական համակարգը չենք ձգում։ Գնացեք, նստեք, մտածեք մի համակարգ, որ ռեֆորմ անենք, որը տարբեր խնդիրներ ներառի, մտածեք, գցեք, բռնեք, որովհետև հարկ կա, որովհետև այդ գիտնականի խոսքը հարկ ունի։ Եթե հարկ չունենա ինքը հանրային, չեն անի այդ բան։ Ուղղակի իրանք գիտեն, որ եթե ասեն գիտնականների խորհրդնախորդ տվեր, քաղաքացին մտածում է դե մի բան գիտեն երևի, էլի։